Բարի երեկո ամենքիս, սիրելիներ, այսօր մեծ տոն է։ Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է երեքամյա Սուրբ Կույսի տաճարին ընծայելու տոնը, մեր Սուրբ Տիրամոր տոնը։ Աստվածածնի ծնողները ուխտել էին, որ իրենց զավակին ընծայելու են Տիրոջը։ Երբ լրացավ Տիրամոր առաջին տարին, ծնողները նրան նվերներով հանդերձ տարան տաճար Աստծուն ընծայելու։ Իսկ երբ լրացավ երրորդ տարին, ծնողները կրկին վերցնելով իրենց հետ ընծաներ, տարան տաճար և հանձնեցին նրան Զաքարիա քահանայապետին։ Երբ երեքամյա Մարիամը մտավ տաճար, առանց օգնության բարձրացավ տաճարի 15 աստիճաններով, որոնք տանում էին դեպի մեծ սեղանը, և բոլորը զարմացան։ Ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչև լրացավ նրա 7 տարին։ Նրա մասին է երգել Սողոմոն արքան։ Հարսը պատմում է օրիորդներին Փեսայի մասին, թե ինչ է շնորհել իրեն։ Արքան ինձ իր սենյակը տարավ։ Մեծ արքայի սենյակը անմեկնելի լույսերի խորանն է, որը կոչվում է նաև վարագույրի ներսի կողմ։ Դրա օրինակն է սրբության սրբոցը, ուր տարին մեկ անգամ մտնում էր քահանայապետը քավելու իր և ամբողջ ժողովրդի այդ տարում գործած մեղքերը։ Ինչպես Աբրահամը, երբ իր որդուն տանում էր ողջակիզման, երրորդ օրը տեսավ լեռը, ուր պետք է զոհաբերվեր Իսահակը, այդպես էլ այսօր Սրբուհի Կույսը իր կյանքի երրորդ տարում տարվեց տաճար տեսնելու այն տեղը, որտեղ զոհաբերվում էին գառներն ու ոչխարները, որոնք օրինակն էին Քրիստոսի, իր ապագա զավակի Աստծո գառի։ Մտավ Սուրբ Կույսը տաճար այնպես, ինչպես ուխտի տապանակը մտավ վկայության խորան։ Սակայն այդ ժամանակ ուխտի տապանակն արդեն խորանում չէր, քանզի վաղուց ի վեր Երեմիան այն թաքցրել էր Սինա լեռան մեջ։ Ուխտի տապանակը Իսրայելի փառքն էր, և երբ Հեղի քահանայապետի օրոք այն գերվեց, ասացին. Իսրայելի փառքը վերացավ։ Այսօր Տերը կամենալով կրկին փառավորել Իսրայելը, տաճար տարավ Աստվածածին Կույսին, որպեսզի այն փառավորվի Մարիամով, խորհրդական տապանակով։ Ասում են, որ Տիրամայրը 7 ամսական է ծնվել, և 7 ամսականում դուրս եկան նրա առաջին ատամները։ 7 ամսականում առաջին անգամ քայլեց 7 քայլ, և 7 տարեկանից սկսեց ապրել տաճարում։ Նա արժանապես ընդունեց Սուրբ Հոգու 7 նարդյա շնորհները, զարդարվելով 7 առաքինություններով։ Ամենագով մանուկը բնակվեց տաճարում իբրև անբիծ աղավնի, աճեց ու զարգացավ հասակով և իմաստությամբ։ Հրեշտակներն աղավնակերպ իջնում էին տաճարի մեջ և Մարիամին կերակրում։ Տիրամայրը իր առաքինի վարքով մնաց տաճարում 7 տարի և ամեն օր հոգով կրթվում էր պարկեշտության մեջ։ Երբ լրացավ Մարիամի 14 տարին, քահանայապետը նրան հրամայեց ամուսնանալ ինչպես մյուս կույսերին, սակայն նա չհամաձայնվեց, ասելով, որ իր ծնողներն իրեն նվիրել են տաճարին, և ինքն Աստծուն ուխտել է կույս մնալ։ Քահանայապետերը սկսեցին փնտրել պարկեշտ ու Աստծո երկյուղն ունեցող, ամեն տեսակ չարությունից զերծ, բոլոր մարդկանցից վկայված մի այր մարդու, որպեսի կույսին նրա պահպանությանը հանձնեն, որպեսի պահպանվի բանն Աստծո բնակարանը, ըստ Եզեկիել մարգարեի տեսիլքի, թե տեսնում էի մի փակուկ ընկված դուռ, և ոչ ոք չէր մտնում և դուրս չէր գալիս նրանով, բայց միայն Իսրայելի Տեր Աստվածը։ Եզեկիելի մարգարեություն։ Քահանաները դիմեցին Աստծուն, որ նա ինքը ցույց տա այդ մարդուն։ Եվ երկնքից մի ահավոր ձայն լսվեց, որն ասում էր. «Հավաքիր Իսրայելի բարեպաշտ որդիների գավազանները և դրանք դիր խորանում, և ում գավազանը որ կծաղկի, նրան էլ տուր այս կույսին»։ Այդ ժամանակ քահանայապետը հավաքեց գավազանները և դրանք դրեց խորանում։ Մի որոշ ժամանակ անց Հովսեփի գավազանը ծաղկեց, և Հոգու շնորհը երևաց նրա վրա։ Այն օրերին Հովսեփը 41 տարեկան էր, սակայն քանի որ Հովսեփը հանձն չէր առնում ընդունել Մարիամին, քահանաները նրան ասացին. «Ով մարդ, Աստծուն մի հակառակվիր, հիշիր կորխին ու դադանին, քանզի Տիրոջից է, որ վիճակը քեզ է ընկել»։ Ապա քահանայապետն օրհնեց կույսին և նրան հանձնեց Հովսեփին, ով էլ հնազանդորեն առնելով Մարիամին, այսինքն ի պահպանության վերցնելով բանն Աստծո տաճարը, տարավ Նազարեթ իր տունը, որը Գալիլեայի կողմերում է, և կարգեց իր զավակների հետ։ Կույսը 4 ամիս նրա տանն ապրելուց հետո հրեշտակից ընդունեց հղության ավետիսը։ Հովսեփը նախկինում ամուսնական պարկեշտ կյանքով էր ապրել, բայց երկար ժամանակից ի վեր ամուրի էր։ Նա իր առաջին ամուսնությունից 4 որդի ուներ՝ Հակոբոսը,
Հովսեն, Սիմոնը և Հուդան։ Ուներ նաև 3 դուստր՝ Մարթան, Եսթերը և Սաղոմեն, Հովանեսի և Հակոբի մայրը, Զեբեդիայի կինը։ Հովանեսը Քրիստոսի քրոջ որդի էր կոչվում, այնպես ինչպես Հովսեփի որդիները Քրիստոսի եղբայրներ էին անվանվում, իսկ դուստրերը քույրեր։ Հովսեփն ու Կղեոպասը եղբայրներ էին, և Կղեոպասի դուստր Մայրամը քույր էր ասվում Աստվածածնին։ Այդ պատճառով էլ Հովանես Ավետարանիչն ասում է. խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, այսինքն Սուրբ Տիրամայրը, Մարիամ Աստվածածինը, և նրա մորաքույրը Կղեոպասի Մարիամը։ Սուրբ Եսայի մարգարեն մարգարեացել էր Հովսեփի և անարատ կույսի մասին ասելով. նամակը պիտի տան գրագետ մարդու և ասեն նրան. ընթերցիր, իսկ նա պիտի ասի. չեմ կարող ընթերցել, որովհետև կնքված է։ Մարգարեն Հովսեփին գրագետ մարդ է անվանում, քանզի նա ամուսնական կյանքի փորձ ուներ, իսկ կնքված գիր ասելով Մարիամի անխախտելի կուսությունն է ակնարկում։ Հովսեփը խոստովանեց, որ չի կարող ընթերցել նամակը, քանզի գիրը կնքված էր Սերովբեների արքայի համար։ Բանն Աստված բնակվեց Սուրբ Տիրամոր որովայնում, և նրա մասին ասվում է. փակված պարտեզ և կնքված աղբյուր։ Երգ երգոց։ Հովսեփը մեծ երկյուղով ծառայում էր կույսին, մինչև մեր կենարարի 31 տարին լրանալը, և ապա փոխվեց այս աշխարհից 72 տարեկան հասակում։ Եվ այսպես, սիրելիներ, իմացանք, թե ինչպես է մեր Սուրբ Տիրամայրը ընծայվել տաճարին։ Իմացանք, որ Տիրոջ կամքով Հովսեփը խնամեց մեր Սուրբ Տիրամորը։ Իմացանք, որ նա հրեշտակներից կերակրվեց և սովորեց բոլոր առաքինությունները։ Իմացանք, որ նրա մասին բազում մարգարեություններ կան Հին Ուխտի Կտակարանում, և իմացանք, որ ինքը Աստված ընտրեց նրան, որպեսզի բնակվի նրա մեջ, և նրանից մարմին ստանալով լույս աշխարհ գա որպես մարդ, որպեսզի ամբողջ մարդկության մեղքը վերցնի իր վրա և փրկի իր դեմ ըմբոստացած մարդուն։ Եվ միթե կարող էր պատահական մեկը ընտրվել։ Միթե նա, ով սուրբ է և անապական, կարող էր սովորական մեկից ծնվել, սովորական մեկից մարմին առնել։ Գիտենք, որ Սուրբ Հոգով մաքրվեց Սուրբ Տիրամայրը և դարձավ բանն Աստծո բնակարան և տաճար, դարձավ կորած ուխտի տապանակը, դարձավ անկես մորենին, քանզի հուր Աստված բնակվեց նրա մեջ, բայց նա չայրվեց։ Եվ այսօր, սիրելիներ, ուրախությամբ նշենք այս տոնը։ Խնդրենք մեր Սուրբ Տիրամոր բարեխոսությունը։ Խնդրենք ամենօրհնյալ կույսի բարեխոսությունը, քանզի նրա աղոթքները փրկարար են։ Սուրբ Տիրամայրը բոլոր քրիստոնյաների մայրն է։ Քրիստոնյաների մայրն է և դևերի խոցը, քանզի ջախջախեց հին օձի գլուխը։ Այսօր էլ հին օձի պաշտոնյաները ատում են Տիրամորը, հայհոյում են նրան, իրենց թունավոր լեզուներն են սրում և չարախոսում, սակայն այդ ամենը փուչ բաներ են, քանզի ամենօրհնյալ Տիրուհին վեր է այդ ամենից, քանզի անարգն իր անարգությամբ չի կարող անարգել նրա սրբությունը։ Ուրեմն, սիրելիներ, դուք, որ մայր եք կոչում մեր Սուրբ Տիրամորը, ամեն օր խնդրեք նրա բարեխոսությունը։ Ամեն առավոտ աղոթեք Տիրոջը և խնդրեք ամենօրհնյալ Սուրբ Տիրուհու բարեխոսությունը։ Որքան էլ գովաբանենք, որքան էլ գովերգենք, միևնույն է, բառերը քիչ են, սակայն Սուրբ Եփրեմ ասորին Սուրբ Հոգու շնորհներով մեր Տիրամոր մասին այսպես է ասել։ Աստված օրհնի ամենքիդ, սիրելիներ, աղոթենք և խնդրենք մեր ամենօրհնյալ Սուրբ Տիրուհու փրկարար բարեխոսությունը։ Ցնծացեք մարդկանց որդիներ, ցնծացեք հրեշտակներ, ցնծացեք բոլոր սրբեր, թող ցնծա ամբողջ տիեզերքը, քանզի այսօր երկնային Տիրուհու տոնն է։ Իմ ամենասուրբ Տիրոհի Աստվածածին, բարեբեր ծնող Աստուծո, ամենօրհնյալ, Աստվածաշնորհ, Աստվածամայր, անմահ և անտեսանելի է հոր միածին որդու աստվածությունը կրող, հրատես գահ,
քարադեմերից գերորդնյալ, ամենաամբից, ամենամաքուր, ամենաերկված, ամենաանապական, ամենաերանելի, ամենաանձեռն մխելի, ամենաազնիվ, ամենապաշտելի, ամենօրհնաբանյալ, մշտապես հիշատակելի, ամենաբաղձալի կույս հոգով, մարմնով և մտքով, քերով բեների վրա նստած թագավորի նստատեղ, երկնային դարպաս, որով մենք երկրավորներս մտնում ենք երկինք, հարս Աստուծո, որով հաշտվել ենք Աստուծո հետ, անիմանալի հրաշք, անբացատրելի ավետիս, Աստուծո նվիրական խորհրդի հայտնաբերում, անհաղթահարելի միջնորդություն, զորեղ պաշտպանություն, կենսակիր աղբյուր, աստվածային և անճարելի պարգևատրությունների և պարգևների չցամաքող ծով, երկնային զորություններից բարձր, նվիրական խորհրդածությունների անպարագրելի խորություն, բնության ընդհանուր փառք, բոլոր բարիքների ողորմություն, ըստ երրորդության բոլորի ընդհանուր Տիրոհի, ըստ մխիթարիչի բոլորի ընդհանուր մխիթարիչ, ըստ միջնորդի ամբողջ աշխարհի ընդհանուր միջնորդ, իմանալի արեգակի և ճշմարիտ լույսի կարգ, որ լուսավորում է աշխարհ մտնող յուրաքանչյուր մարդու, կրող, իր խոսքով ամեն բան կրողի, մաքուր զգեստ որպես պատմուճան լույսով զգեստավորվածի, ողջ աշխարհի կամուրջ, որը մեզ վեր է բարձրացնում դեպի գերխաղաղ երկինք, քերով բեներից և սերով բեներից անհամեմատ ավելի բարձր և շատ փառաբանված, հրեշտակների զարդ, մարդկանց փրկություն, մեզ երկինք տանող բանալի, մայր և աղախին անմար Աստղի, իրական և խորհրդավոր օրվա ճառագայթ, Աստծո մարդասիրության անքննելի խորխորատ, աստվածային և բազմանուն կարգ, ճշմարիտ հավատքի ամենաամուր հենարան, անբովանդակելի նայնարձակ ավան, ճշմարիտ խաղողի որդի, որ կյանքի պտուղը պարգևեցիր մեզ, հավատարիմների հոգիները ուրախացնող պտղառատ ձիթենի, համաշխարհային Հովհանի, մտքից առավել սուրբ խորհրդի դուռ, երեք սրբյան երկհասացության բարիքների լրություն, առաջինը աստվածության մերձավորությամբ, փայլակ, որ պայծառացրեց հավատարիմների հոգիները, մեղավորների հաշտություն, արժանիների ապահովություն, ընկածների կոչ, ծույլերի արթնացում, առողջների ամրություն, եկեղեցիների համախոհություն, զորքերի բարեհաջողություն, բոլոր բարիքների ողորմություն, քաղաքների բարի հիմնադրում, տիեզերքի խաղաղություն, ճգնավորների ամրություն, մարտիկների արիություն, անվնաս կյանքի գանձ, ամպ, որ երկնային ցող ես բերում երկրածիններին, սանդուղք, որով մեզ մոտ են իջնում երկնային հրեշտակները, ալեկոծվածների նավահանգիստ, ճնշվածների ուրախություն, վշտացածների պաշտպան, անօգնականների օգնություն, տկարների ուժ, նեղություն կրածների օժանդակություն, կույրերի ձեռնափայտ, մոլորվածների փրկարար առաջնորդ, կարիքների մեջ գտնվողներին հուսալի օգնական, սուրբ տապան, որով մենք փրկվեցինք մեղսալի ջրհեղեղից, անկեզ մորենի, որը տեսավ Աստվածատես Մովսեսը, ոսկյա բուրվար, որից բանը այրելով իր մարմինը տիեզերքը լցրեց անուշահոտությամբ և որի մեջ այրվեցին անհնազանդության մեղադրանքները։